Պողոս Առաքյալն ասում է, որքան հնարավոր է խաղաղություն ունեցեք բոլորի հետ։ Ինչ է նշանակում խաղաղություն ունենալ բոլորի հետ, իսկ հնարավոր է բոլորի հետ խաղաղություն ունենալ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին մեկնելով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքը յանի խաղաղարարներին, որտեղ նրանք Աստծո որդի կկոչվեն։ Ասում է, որ Քրիստոս ինչու է Աստծո որդի եւ խաղաղարար, որտեղ խաղաղություն հաստատեց Աստուծո եւ մարդկանց միջև։ Մարդկանց մեղքերի պատճառով Աստված բարկացած էր մարդկության վրա եւ ուզում էր պատժել, եւ Քրիստոս այդ պատիժը իր վրա վերցրեց եւ հաշտություն ու խաղաղություն հաստատեց երկնքի ու երկրի միջև, Աստծո եւ մարդկանց միջև, արարչի եւ արարածների միջև։ Առաջին խաղաղությունը Քրիստոսի սա էր։ Երկրորդ խաղաղությունը մարդու մեջ անհաշտություն կա։ Յուրաքանչյուր մարդու մեջ խռովք կա, պատերազմ կա։ Պողոս Առաքյալն ասում է, մարմինը ուրիշ բան է ցանկանում, հոգիս ուրիշ բան է ցանկանում։ Հա? Հիմա չգիտեմ, մտքիս ասում օրենքը ինձ հուշում է, որ հոգու օրենքը լավ բան է, բայց մարմնիս անդամների մեջ տեսնում եմ ուրիշ օրենք, որ պատերազմը հոգու եւ մտքի օրենքի դեմ։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, Քրիստոս իր մարմնի մեջ այս հոգու եւ մարմնի հակառակությունը, հակամարտությունը հաղթահարեց այդ բոլորը եւ դրա համար ինքը կարողացավ նաեւ մարդկանց միջև խաղաղություն հաստատել։ Հաշտություն էր հաստատում մարդկանց, ովքեր ուզում էին հաշտություն։ Հա? Ժողովուրդը հասարակ ժողովուրդը Քրիստոսին շատ լսում էր, սիրով կատարում էր ամեն ինչ։ Համախմբվում էր Քրիստոսի շուրջ, բայց ով չէր ուզում խաղաղություն, փարիսեցիները, օրենսգետները, քահանայապետերը, մյուսները, որ ուզում են Քրիստոսի խաչել, նրանց հետ ինչ խաղաղություն հաստատես։ Այսինքն Քրիստոսի օրինակը մեր կյանքի օրինակն է։ Մենք նախ եւ առաջ մեր մեջ պետք է խաղաղություն հաստատենք։ Մեր հոգու եւ մարմնի միջև Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ որ մարդը մկրտվում է, ազատագրվում է ադամական մեղքից եւ հոգու մարմնի հակամարտությունը թուլանում է, չի վերանում։ Քրիստոսի մեջ վերացած էր, չկար ինքը, որտեղ Քրիստոս անսերմն հողություն են, անապական ծնունդ էր, իր հոգին ու մարմինը կատարյալ խաղաղության ու ներդաշնակության մեջ են։ Մեր մեջ կա այդ հակառակությունը։ Մկրտությամբ թուլանում է ու քրիստոնեական ամբողջ կյանքի ընթացքում հաղթահարվում է։ Վերջնականապես հանդերձյալ կյանքում կհաղթահարվի, քանի մենք կանք, այդ հակառակությունը կա։ Հիմա մենք մեր այդ հակառակությունը պետք է թուլացնենք, խաղաղություն հաստատենք մեր մեջ։ Երբ որ քո մեջ խաղաղությունը հաստատված է, մտքով, սրտով, հոգով, կյանքով, կամքով, ամեն ձևով, արյուն թափելու աշճան, մեր միջի մասին է խոսքը։ Մենք դրսում չպետք է փտրենք այդ խաղաղությունը։ Մենք մեր մեջ խաղաղություն չունենք, ընկած ենք մարդկանց մեջ ենք ուզում խաղաղություն հաստատել։ Հələ քո մեջ հաստատի տես մարդկանց մեջ։ Բայց ծնվում ենք ինչ-որ խառնվածքով, չէ, ասենք մելանխոլիկ կամ խոլերիկ։ Եթե ակտիվ ես եւ այլ, ու չես կարողանում քո այդ բնության վրա ազդես, ասեցի մարմին եւ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, եթե դու քո մեջ կրակի տարն է շատ, ուրեմն այդ կրակի տարը ի բարին օգտագործի, ոչ թե ի չարը։ Դու աշխուժը ջերմերանդ ես, այդ աշխուժությունը ջերմերացում կրակը ոչ թե դուրս անի, այլ ներս տար։ Մեջդ բորբոքիր աստվածային սերը, հուրը, ոչ թե աշխուժեղի։ Դու հողի տարնա քո մեջ շատ, ոչ թե դանդաղաշարժ եղի, ոչ թե ծանրաքարշ եղի, այլ հավասարակշիռ եղի, սառնախսիրտ եղի, խոհեմ եղի։ Քո մեջ օդի տարնա շատ, ոչ թե սեթևետ եղի, այսինքն ոչ թե օդերի մեջ եղի, այլ իմաստուն եղիր, մտածող եղիր։ Այս ամեն ինչի մեջ դու կարող ես այդ տարը օգտագործել, հա? Երբեք պատճառ մի բեր, որ ես կրակի մեջ տարնա, ես պետք է կռվեմ սաղի հետ։ Չէ, կակաս զոմ հաղթեմ ինքսից, բայց որ եթե անդադ դե կրակը հետ ներս տար։ Քեզ վառի, ուրիշների հետ գործ չունես։ Ահա։ Հիմա
Երբ որ մենք խաղաղություն ենք հաստատում մեր մեջ, ուրեմն մենք կարողանում ենք հնարավորինս խաղաղություն հաստատել բոլորի մեջ։ Գիտես, այդ մեր միջի խաղաղությունը մեզ ուղղորդում է, թե ինչպես վարվենք մյուսների հետ։ Եթե տեսնում ենք մարդկանց մեջ խաղաղության ձգտումը, խաղաղարարությունը, մենք դառնում ենք խաղաղարար, բայց երբ որ տեսնում ենք, որ այդ խաղաղությունը հնարավոր չի, ինչպես Քրիստոս խաղաղություն չկարողացավ հաստատել փարիսեցիների, ունեցգետների, մյուսների հետ, դրա համար է Պողոս առաքյալն ասում է, հնարավորինս խաղաղություն պահպանեք իրար հետ, հնարավորինս ծայրագույն, եւ եթե մենք քննենք մեր կյանքում կտեսնենք, որ հազվագյուտ մարդիկ կան, որոնց հետ հնարավոր չի խաղաղություն հաստատել։ Բայց էլի մենք ինչ չէ մեղավոր մեկա։ Եթե մի քիչ շատ զիջող լինենք, կգանք կհասնենք այդ խաղաղությանը։ Դա հարցի ուրիշ կողմ, մյուս կողմն է։ Ով է մեղավորով չի մեղավոր, դա հարցի ուրիշ կողմն է, հա։ Հա, հնարավոր է մի քիչ մենք ենք մեղավոր, ավելի շատ զգում է, եթե հնարավոր չի խաղաղություն հաստատել մարդկանց հետ, իմաստությամբ ենք վարվում։ Հնարավորինս վեճերի առիթները հեռու ենք պահում, չենք վիճում։ Պետքա սաստում ենք, պետքա սահման ենք դնում։ Օրինակ, եթե խաղաղությունը վնասում է ոչ միայն ինձ, այլ իմ ընտանեկան խաղաղությունն է վնասում, հա, իհարկե ոչ մոր, այլ հոր նախաձեռնությամբ, ոչ մոր, այլ հոր, ոչ կնոջ, այլ ամուսնու նախաձեռնությամբ, ընտանեկան խորհրդի հաստատումով, նստում եք, մտածում եք, խորհուրդ հարցում եք, մտածում եք, ասում եք, որ այս մարդը մենք չենք մեղավոր, բայց դու պետք է առաջինը քեզ մեղադրես։ Քեզ ես մեղադրում, տեսնում ես դու ինչ մեջ մեղադրում, տեսնում ես չէ, մեր մեղքով չի, որ այս մարդու կամ այս ընտանիքի կամ այս շրջապատի հետ շփումը մեր ընտանիքի խաղաղությունը խախտում է միգուցե բաժանման տանի։ Հա։ Ուրեմն մենք դնում ենք, ասում ենք, նստում ենք, մտածում ենք, եւ այդ քայլը անում է ընտանիքի մեծը, հայրը, ամուսինը։ Որ մեր հանուն մեր ընտանիքի խաղաղության այս բանը մենք պետք է սահմանը պահենք, որտեղ սա վնասում է մեզ, բայց պետք է անկեղծ լինենք։ Հենց չլինի, որ մեր եսին են կպնում, բայց ասենք մեր խաղաղություն, չէ, եսիդ կպավ խոնարհվի, բայց երբ որ խաղաղությունն է ընտանեկան ջերմությունն է, ընտանեկան ներդաշնակությունն է խախտվում, դա պետք է պաշտպանենք։ Այսա պետք է պաշտպանենք, բայց ոչ դու, այլ տան մեծը, տան գլուխը։